Իրենք այս ամենը ուրացում չեն անվանում, իրենք ասում են մենք ընդամենը հարց ենք տալիս, մենք ընդամենը էլ ցեղասպանություն հաճախ չենք օգտագործում, այդ դեպքերին տարբեր անվանում ենք տալիս հայոց ցեղասպանության, ու երբ հարցնում ես օրինակ 110-ամյակի տարելիցի կապակցությամբ ինչի բա պետական հանձնաժողով չկա, այդ հարցին պատասխան չկա, որովհետև ցեղասպանության ճանաչումը էլ իրանց արտաքին քաղաքական առաջնահերթությունը չի, ու այդտեղ հարցը առաջանում, բա ո՞րն է արտաքին քաղաքական առաջնահերթությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը, հիմա իշխող ուժի հետ ամեն ինչ պարզ է, ու այստեղ է, որ գնդակը իրականում հանրության դաշտում է։ Առաջիկայում մենք չենք տեսնելու պետական միջոցառումներ հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին ընդառաջ։ Փոխարենը, օրինակ 2025 թվականի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից 19-15-ին մեկնարկելու է ջահերով երթը, որը այս պայմաններում փաստորեն միակ համազգային միջոցառումն է, որը սգալուց բացի կոչ է անում պայքարել մեր իրավունքների մասին, իրավունքների համար։ Դրա համար այս կոնտեքստում է, որ ջահերով երթը դարձել է, մասնակցությունը ջահերով երթին դարձել է ավելի կարևոր երևի թե, քան երբևէ եղել է, որովհետև ցեղասպանությունը չկրկնելու մի հատ ճանապարհ կա, ու դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարելը չի, դա մեր իրավունքների համար պայքարն է։